Իմ կռիվը միշտ եղել է իմ սրտի հետ, հավատիս հետ, որ ննջել է հոգուս խորքում։ Իմ կռիվը իմ մարմինը հոշոտել է բյուր բոցերով և իր կանչով ստիպել է, որ երազեմ երջանկության, սիրո մասին։ Մի կռիվ, որ բոլոր մահկանացու էակները իրենց հերթին միշտ մղում են ի հեճուկս վհատության, սիրո մասին, որը միակ բարիքն է, որ ի վերուստ են մեզ շնորհվում, օրեցօր ու ամեն վայրկյան, ավելի մեծ եռանդով ու մեծ հավատով։ Իմ կռիվը բոլոր մարդկանց լուռ պայքարն է, հանուն իրենց իրավունքի և երջանիկ ապագայի։ Իմ կռիվը միշտ եղել է իմ սրտի հետ, հավատիս հետ, որ ննջել է հոգուս խորքում։ Իմ կռիվը իմ մարմինը հոշոտել է բյուր բոցերով և իր կանչով ստիպել է, որ երազեմ երջանկության, սիրո մասին։ Իմ կռիվը ես մղել եմ շատ կատաղի ու մոլեգին, ուրախությամբ ունկնդրելով սրտիս ձայնին։ Իմ կռիվը, այդ կռիվը ես շահել եմ կյանքի գնով, որ ես ու դու սեր ունենանք, մի օր, այո, ես տվել եմ իմ կռիվը։ Շարլ Ազնավուր, Շահնուր Վաղինակ Ազնավուրյան։ Ազնավուրը Ազնավուրի մասին գրքում աշխարհահռչակ շանսոնյեն պատմում է իր բարդ ու գեղեցիկ կյանքի մասին։ Հայ ընթերցողն անշուշտ առաջին հերթին անսահմանորեն հպարտ կզգա իրեն այս գիրքն ընթերցելիս, քանզի Ազնավուրը մի տեսակ բանաստեղծորեն է նվիրված հայ մարդկանց։ Բանաստեղծի աչքերով է նայում այն միջավայրին, որի ծնունդ է ինքը։ Բանաստեղծի աչքերով նայել նշանակում է կարեկցել և սիրել։ Չգիտեմ, իզորու է արդյոք հայկական սփյուռքը ապագայում ևս տալ մի այդպիսի հանճար, ով լինելով աշխարհինը կպատկանի մեզ, կլինի մերը և մեր ցավերն իրենը կհամարի։ Գուցե շատերը ճոխ ու հեքիաթային պատկերացնեն Ազնավուրի կյանքը, քանզի հեռվից կարող է այդպես երևալ, բայց իրականությունն այլ է։ Մանուկ Ազնավուրը պատերազմ է տեսել, ինչպես շատ ու շատ հայ մանուկներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմ նկուղ, ապաստարան, հայրը ռազմաճակատում և այսպիսի տողեր է գրել պատերազմի մանուկների մասին։ Պատերազմի մանուկները արյան, քարի ու երկաթի տարիք ունեն։ Մանուկներ չեն նրանք բնավ, նրանք աչք են բացել մոր արցունքոտ հայացքի տակ։ Ազնավուրը սոսկ երգիչ չէր, նա բանաստեղծ էր, ինքն էր գրում իր երգերը, իսկ գիրն ապրված էր և հանդիսատեսն ի վերջո գնահատեց տաղանդավոր արվեստագետին։ Մարդկությունն այսօր բառն իր տեղը բերելու խնդիր ունի։ Երաժշտություն և պոեզիա, այս երկու երևույթների ներդաշնակումը վեր է բարձրացնում մարդուն։ Բնականաբար հեշտ է կառավարել չմտածող մարդուն, բայց պետք է նաև հասկանալ, որ հետագայում նման անկումն անհնար կլինի կասեցնել և մենք ականատես կլինենք բանական մարդու գահավիժմանը։ Մեծ հաշվով այսօր արդեն դրա նախանշանները կան և այդ չակերտների մեջ սուրբ գործին են ծառայում շատ ու շատ կրկին չակերտների մեջ արվեստագետներ։ Այս երևույթն ամենուր է, պոեզիայում, երգարվեստում, նկարչության մեջ, թատրոնում, ամենուր։ Սա մեր կյանքի մասն է դարձել։ Ես խոսում եմ իբրև հայ, բայց սա համամարտկային խնդիր է։ Կարդա Ազնավուրի 3, երբ ես ջահել էի երգի բառերը, և մենք կհամոզվենք, որ սա պոեզիա է, ամենամաքուր մարդկային պոեզիա, որի հիմքում կյանքն է, ապրածն ու չապրածը, իրականացած ու չիրականացած երազանքը, կարոտն ու սերը, երջանկությունն ու դժբախտությունը, կյանքն իր բոլոր նրբերանգներով։ Ազնավուրն իր երգով կարծես ևս մեկ անգամ փաստի այն ճշմարտությունը, որ երգը պետք է իմաստ ունենա, ոչ թե անջատի, անզգայության գիրկը նետի մարդուն, այս տիպի մտածել, գտնել կյանքում ինչ-որ ներդաշնակություն,
կյանքն իմաստավորելու միջոց, զատի, զանազանի թանկն ու էժանը, անգինն ու անցողիկը։ Երեք էր, երբ ես ջահել, իսկ կյանքը քաղցրեր, ինչպես անձրևը շուրթերս պաչող։ Կյանքն ասես խաղ էր, ես էլ խաղում էի նրա հոգու հետ, ինչպես մոմի թույլ մլմլոցի հետ քամին է խաղում։ 1000 երազանք, 1000 ծրագիր գլխովս անցավ, բայց տանս հիմքը գրողը տանի, հող էր ու ավազ։ Գիշերս ցերեկ, իսկ ցերեկներս գիշեր դարձրի, բա հիմա ուր է։ Կյանքս բաշխել եմ քամուն գիշերի։ Երեք երբ ջահել էի, քանի քեֆչի երկ պետք է դուրս պրծներ իմ հարբած սրտից, ու երես առած դեռ քանի հաճույք ինձ պիտի գերեր, շեղեր աչքերս միլիոն հոգս ու ցավ տեսնելու ցավից։ Կյանքիս վասկուղում ժամանակն ինքը շնչահեղձ եղավ։ Չդադարեցի կյանքի իմաստը լուր որոնելուց, ու ամեն զրույց, որով խլացրի անverջ ինքս ինձ, մի պնդաճակատ ջահելություն էր եւ ուրիշ ոչինչ։ Երեք ծովն իմ ծնկներից եւ ամեն օրը նոր անելիքի մի խենթ առիթ էր։ Ես քայլում էի իմ ամենազոր տարիքով տարված, մինչ արի ու տես, որ ոտնահետքս չոր ու ամուլ էր։ Ես սեր խաղացի իմ տղայական չոր գոռոզությամբ, տեսա ինչպես են կրակները սայրող մեկ առ մեկ մեռնում։ Ձայնեցի տղերք, բայց ոչ ոք չկար այլևս կողքիս, եւ շուրջս դատարկ թատերաբեմին մենակ մնացի։ Իմ մեջ լիքը երկ անձայն ապրում է բեմը չտեսած, շուրթերիս արդեն արցունքի թթվաշ հպումն եմ զգում, պարտատեր դառած ժամանակը իմ դռանն է չոքել, որ վճարեմ այն երեկվա համար, երբ ջահել էի։ Հաղորդումը պատրաստեցին եւ ներկայացրին Տարոն Գլակը եւ Ռոբերտ Բալայանը։